5.5 կամպրեսոր AMG մեխանիկա ընկերներ ում ես լապանները բացում է բաղատորի պրաշիվկեն փոխում է 7.2-ի Գեներ ողջունում եմ բոլորիդ, այսօր շատ յուրօրինակ հետաքրքիր ավտո ենք նկարում բերել են իմ վաճառքի, հետք պատրաստ ենք վաճառքի նկարանենք եւ այլ շատ հետաքրքիր ավտո է այս ավտոն են ավտորը ես երբեք չեմ սիրել, միշտ զզվել եմ ես չեմ զզվել, բայց չեմ սիրել առանձնապես չեմ էլ հասկացել ինչ են այսքան սիրում այս ավտոն, բայց կոնկրետ այս մեկը վերջն է սա ցույց կտամ ինչի մասին է խոսքը 1992 թվականի երկու դուր G-Wagen գնացի բում անգետես երկու դուր 92 թիվ էսի կարծեմ դիզել է եղել մեկ արտաքինից սաղ բրաբուսը հավաքած Ընդհանրապես երկու դուր G-Wagen-ները շատ քիչ կա, մանավանդ Ամերիկայում շատ քիչ է հանդիպում ու շատ թանկ են։ Մի խոսքով, այս ավտոն շատ հետաքրքիր է, ինքը արտաքինից բռաբուս է լրիվ։ Բանը Niva է, ես Niva-ը չեմ սիրում, բայց կոնկրետ այս ավտոն լավն է։ Շատ հետաքրքիր ավտո է։ Բավականին բադիկիտը որակով արած չեմ ասում այս թերություններ բաներ հա իրականում ավտոն եկել է Դուբայից բայց գնացել է Հայաստան լիքը գործ Հայաստանում է իր վրա արվել հետո նոր եկել է այստեղ ոնց որ տեն մեկ արտաքինից բռաբուսա այստեղ ունենք բանտաժներ որը որ մի քիչ ես համաձայն չեմ սազում է բայց կարծեմ թե Mercedes-ի չի դրա համար մի քիչ սիրուն չի նայվում, բայց նո սիրուն նայվում է բանի տեսակետից էլի որպես աուտենտիկ Mercedes կարելի է մի քիչ Mercedes-ի բանտաժներ գցել, բայց ամեն դեպքում իրեն սազում են, հենց որ սիրուն է։ Մեզ ավտոն ինչ յուրահատկություններ ունի, ինգերներ, մենակ իր ասենք բռաբուս հավաքած արտաքին երկու դուռը հաստատ քիչ է։ Ոնց որ տենում եք լույսեր իհարկե վերևը ռոլ բարեր ունի, ռոլ բար եմ ասում, լայթ բարեր, լայթ բար, նոր G-Wagen-ի ֆարերը վրան 221 կուզովի հայլիները եւ այլ, բայց հիմա ինչ ունենք, հիմա կիլա սալոնը ցույց տամ։ Այս սալոնն անգեր, դեմ եք 200 նորից 21-ի շիթոկ հավաքած, սիթերը կովշեր, ստեղ հետևը նույնպես ունենք օրանժև կովշեր, ալկանտարը պատալոկ եւ այլ, մի խոսքով, լավն է, թույն է, բայց դեռ ամեն ինչ արջևում է այս ավտոյի կապված ընկերներ, հիմա ցույց տամ ինչա թաքնված մեր մոտորի հետևում, կապոտի հետևում այսպես ասած։ Okay, ընկերներ, անակնկալ։ Ոնց որ տենում եք կապոտի տակ շատ հետաքրքիր ընկերներ։ 5.5 կամպրեսոր AMG Այսի որ մատորնա կոնկրետ չգիտեմ այդ Mercedes-ի ժամանակակից ժամանակակից Mercedes-ների AMG ֆանատները ավելի լավ կիմանան թվասեն էսի որ մատորնա M113-ն է թե որն է չգիտեմ մի խոսքով գազանիկի մատորը մեջ չընկերներ բայց էսի էլի վերջը չի ընկերներ Հիմա ցույց տամ ինչն է նաև
ոչ պակաս կարևոր, քան այս մոտորն է, գնացինք։ Եվ բում։ Մեխանիկա ընկերներ, 6 կորուստ մեխանիկա։ Ասենք այս ավտոն, այս մոտորով, այս քաշով ու մեխանիկայով ուղղակի ֆանտաստիկ կոմբո է ընկերներ, ֆանտաստիկ։ Այս լուրջ եմ ասում։ Մի հատ հրաշք է այս ավտոն, այս մեխանիկայով, այդ մոտորով ու այս քաշով։ Այստեղ էլ ինչ ունենք ընկերներ, այս էլ վերջը չի։ Ուրեմն ստեղ ունենք switch, որը որ 6-րդ սկորուստի ժամանակ, երբ որ մենք տարապես 120-130 գնում ես, սխմում ես, կլապանները բացում է ու բաղատորի պրաշիվկեն փոխում է 7-2-ին։ Չեմ փորձել իհարկե, բայց կարծում եմ, որ վերջն է։ Ինչ ենք անում ընկերներ։ Մի հատ պետք է լավ լվանք մաքրենք այս ավտոն, փայլը տեղը բերենք։ Մենք ստե ինչ վիճակ է, ամեն ինչը պետք է սիրուն լվացվի մի հատ։ Շատ շուտվանից կանգնած է մեքենան, նույն ձև ես հեռախոսով չէր մի իհարկե ինչքան կեղտոտ է, բայց իրականում շատ կեղտոտ է։ Մեր բռաբուսիկին, AMG խառը բռաբուսին, սա լվանում ենք, սարքենք Google-ը։ Եկեք անցնենք գործի ընկերներ, մաքրտենք, լվանք, սիրունացնենք, տենենք ինչա ստացվում, հետո անպայման մի հատ կերնը կքշենք, ձենը կլսենք եւ այլը, լիքը հետաքրքիր բաներ, ասում են, չունենք մենք մաքրելու ենք, գնացինք։ Հետո տենում ենք սա տակը յուղ է, սիգնալներով, բաներով։ Այս ամեն ինչի մի հատ կսրբենք, կմաքրենք, որպեսզի տակի նկարների մեջ այս յուղերը չերևա։ Գետին չի կապում, բայց ամեն դեպքում ամբողջի յուղի մեջ է, կարող է շուտվանից է, կարող նոր է, չգիտեմ, ամեն դեպքում կմաքրենք։ Ընկերներ, ուրեմն այս G-Wagon-ը մաքրեցինք, պրծանք, դիթեյլեցինք, ֆոտոները արած, վիդեոները արած, մի խոսքով սա արած, գնալու է վաճառքի արդեն, հիմա եկեք մի փոքր էլ մենք վայելենք, այսպես ասած, եկեք տենենք ինչ ստացավ նախ այս մեր մաքրազարդումից հետո նոր կվերցնենք դուս գանք փողոց մոտ կքշենք կզգանք ինչ է իրանց ներկայացնում, գնացինք։ Այո ընկերներ, այսենց մաքուր սիրուն պլպլան, երկու դուռը շատ սիրուն են այվում այս ավտոյի, ես 4 դուռը այդքան չսիրեցի, այսինքն ընդհանրապես չսիրեցի, ես ընդհանրապես G-Wagon-ի սիրահար չեմ, բայց կարելի ասել այս ավտոն իրոք երկու դուռը ու այս հավեսի մեջ սիրուն են այվում, շատ է դուրս գալիս, լավ հավաքած է։ Դուք է ձեր կարծիքը գրեք ընկերներ, դուք ինչ եք մտածում։ Ասենք եթե այս ավտոն 4 դուռ ինչ-որ սովորական ավտոմատ կառոպկով G-Wagon-ն էր, իմ համար բացարձակ 0 է, բայց այս ավտոն այդ մոմենտը չի։ Բացի մոտորից, կառոպկից իհարկե տորմուզներն են մեկ Brembo է, այնտեղ ամորտիզատորներն էլ լավն է, ինչ-որ յուրահատուկ ինչ-որ մի բան է, սալոնը, այս ռուլը կարծեմ 222-ից է, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, հստակ չեմ, սալոնը օրանժ ու սև սիրուն է, դուրս գալիս է շատ, փոքրացնենք, ալկանտարա պատալոկով եւ այլ։ Եկեք հիմա եկեք կապոտի տակը բացենք, տենանք ինչ եղավ մեր մաքրումներից հետո։ Ուպա։ Անգերներ ոնց որ տենում եք արդեն կարգին մաքուր վիճակ է։
պատրաստ է արդեն վաճառքի, արհեստական չենք շատ փայլացրել յուղել մուղել, որ ավելի վատ արդյունք չունենանք, բայց sense շատ ավելի լավ մաքուր հավեսով է։ Մի խոսքով մոտոր, կառոպկա, չիպ, տորմուզներ եւ այլ նման բաներ։ Բոմբա է ավտոն ընկել։ Գեներ անամ բերեմ, չեմ ամբերեմ եւ պետք է քշեմ այս ավտոն, մտել ենք այդ 7.2 մոտ2 խառը բան, բայց մինչև այդ եկեք մի հատ խոտ տանք, մի հատ ձենը լսենք, ոնց որ գիտեք AMG V8-երի պես ձեն իմ կարծիքով շատ քիչ մեքենաներ ունեն, մանավանդ իրական դասի մեջ, այնպես որ եկեք մի հատ խոտ տանք, ձենը լսենք ընկերներ։ Գազան ինչ է իրանից ներկայացնում, մենակ արտաքինից է գազան, թե ոբշե ինքը գազանիկն է։ Ժամանակ ընկերներ, մեխանիկական կառոպկի զզվում էինք, երազում էինք ավտոմատ կառոպկա ավտո ունենանք։ Հիմա հերիվ հակառակն է։ Ну իհարկե քաղաքի համար ամեն օրվա քշելու այս ձերը սպանում է։ Մեխանիկան բանի պետք չի, ավտոմատ մինչև մայլ լավ է, բայց հաճույքի համար բանի նման չի ավտոմատը, մանավանդ այս ավտոների վրա։ Ոբշե մեխանիկա անգեններ, 6 կորուստ գնացինք։ Չգիտեմ ձերը լսում եք թե չէ, բայց այլանդակ գժում է։ Այլանդակ էջում է ավտոն գետեզ, ռուլյոշկեն իարքե բանը, վատա, ասենք ջիվագել է, էլ է սովորական, քշելու սենց պարում է ավտոն, ասենք մի քիչ արագ ես հետում պարում է, բայց դե ձևն է, այս ավտոյի տենցել է, ինչ ասեմ։ Այս ավտոն, որ մի հատ է լավ կառավարվեր, էլ ու կետար գազներ, բայց այս ավտոյի կայֆը էսի անգերներ, ավտոմատով կյանքում ես կայֆը չես կարող պատրաստել։ Բացառում է ավտոմատ կառոպկով է։ Այո։ Ասենք տեղ չկա քշեմ։ Տեղ չկա քշեմ։ Մի ուրիշ տիպի հաճույք ընկերներ, չգիտեմ։ Բանի առումով հենդլինգի կառավարությունը ասենք -3 բան չկա ասելու, բայց այս իրա պասատկեն ու այս մոտորը ու այս կառոպկեն, չգիտեմ։ Ամեն ինչ արժի ընկերներ։ Այս ձենը, բա ձենը։
Ես ասեմ, ես որ G-Wagon-ի սիրահար չեմ ընդհանրապես, այս ավտոյի վրա խփխվել եմ։ Շատ է դուրս գալու։ Մի ուրիշ տիպի կայֆ է տալու։ Ասենք առաջինով կողոքվել չի լում տեղից, պետք է երկրորդով կողոքվել։ 4, 5 Այս բանել է պետք փորձարկել, այս որ բարձր արագության տակ չիպը միացնենք, հələ տենանք այդ ինչ է, բայց դες թե բարձր արագությունը ուր է թանք որ մի հատ էլ չիպ միացնենք, բայց ամեն դեպքում մի հատ freeway կհելնենք, փորձենք, տենանք այդ ինչ է իրանից ներկայացնում։ Այս ձենը կրակոցները սպանում։ Ես ընդհանրապես բարձր ավտոյի սիրահար չեմ, բայց լուրջ եմ ասում, այս ավտոյից հետո աչքիս տեղը ճաշիկս փոխվում է։ Դառնում եմ բան։ G-Wagonist, շաբլոն։ Բայց մեխանիկայով ու կարճ երկու դուր։ Freeway-ի վրա էլ մատ քշենք, տենանք արագության տակ вообще ինչ է իրանից ներկայացնում։ Մատ էլ այդ 6-րդ կորուստը կփորձենք իհարկե, այդ 7-2 պրաշիվ կենա մի անում, տենանք այդ ինչ է։ Նոր կջոգենք։ Մի խոսքով գնացինք freeway։ Okay, ընկերներ, ելել ենք freeway-ի վրա։ Հիմա 6-րդ կորուստ եմ, արագությունս 90 է։ Այս կնոպկեն սխվել եմ հիմա, 7-2 պրաշիվ, եկեք տենանք ինչ անում։ Ես ավտոն Ես չի պատկերացնում էսի սենց այդում լավ եկեք պրաշիվ կենա անջատենք Հիմա հանգիստ մեր համար եթանք դուք ինչպես ասում մտնենք freeway նորից կմիացնենք Գիտեմ որ մի երջանիկն է առնելու ես ավտոն, բայց պես եմ կայֆավատ առնելու, որ առնելու է Ձեն լսեք ընկերներ
Մինչև ճապազաշտի։ Հայաստանից եկել, աղագին գործեր Հայաստանում արվել են, հատողեն կարծեմ Հայաստանում են դրել, իրե բոլոր որ արել է հավետան։ Ես սիրեցի ժիվագինը, երկու դուր, 5.5, 7.2 պրաշիվկա, մեխանիկական կարոտկա, վերջ։ Մոնստրի բերինք հետ, չգիտեմ դուք ոնց ես աննկարագրել եմ հաճույք ստացած մեքենայից, բայց ժամանակն իրան ճամփեն կգնա իր տիրոջ մոտ մինչև կվաճառվի։ Հենց որ հույս ունեմ դուք էլ վիդեո սիրեցիք ընկերներ, եթե հավանեցիք, լայքեր, կոմենտներ, չգիտեմ ինչ որ գիտեք, սա արեք, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջորդ սերիալներում, պրոյեկտներում ու նման բաներ։ Լավ մնացեք ընկերներ։